75 տարեկան գյումրեցի Կիմա Հայրապետյանը կիրակի օրն առաջին անգամն էր ձերբակալվում, 3 գիշեր անցկացրեց Ճաղերից այն կողմ։ Իրավապահները նրան մեղադրում են Գյումրիի ընտրություններին ընտրակաշառքի խոստում ընդունելու համար։ Էդիշկան մարդեգավ ընձի քննեց աղջիկ ջան, մազերից վրա ինչքան որ հաշիվ կա։ Ընի քննեց ընդրտվավ, ընձի կստիվեն ուսա թե փող, տո ինչ փողի հարց չեղե, ընձի առաջարկություն չեն երե։ Ես ընձի փող չեն տվե, ես ուրիշի փող չեմ տվե, ոչ խոստացել եմ, պալաջան։ Հակակոռուպցիոն քրեական դատարանն այսօր ձերբակալությունից ազատ արձակեց ընտրակաշառքի գործով մեղադրյալ 2 տարեց կանանց, դատականիստերը դռնփակ էին։ Կիմա Հայրապետյանին ու Անահիտ Խալաթյանին իրավապահները ձերբակալել էին ընտրատեղամասի մոտ, երբ նրանք Կիմայի 90-ամյա բարեկամուհուն օգնել էին հասնել քվեարկության։ Նախորդին 90-ամյա տիկուշին ազատ էին արձակել առանց որևէ մեղադրանքի, իսկ մյուս երկուսին մեղադրանք ներկայացրել, երկուսն էլ մեղքը չեն ընդունում։ Դատարանը երկուսի նկատմամբ էլ ընտրել է ազատության մեջ վարչական հսկողություն խափանման միջոցը, որը տեղաշարժի ու հաղորդակցման որոշակի սահմանափակում է ենթադրում։ Դատարանից դուրս գալուց հետո 75 տարեկան կինը պատմեց, թե ինչպես են հակակոռուպցիոնի աշխատակիցներն իրեն քաշքշելով նստեցրել ավտոմեքենա։ Համալա ավտոյի չէ, այնպես քաշին ընձի քցեցին ավտոն ուրա, հետենել աշկերը վրեժ չարելից պես մատը պես կենե հանգարց խոսասմի, կողքու բոլորը չէ, քաստի տղա ջան, մարդ ասպան եմ, խուլիգան եմ, ինչ եմ, սուստ սեջեհ քեզի էցե, հեզի հեմի գտանիք ու պագինքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հերքում է այս, ինչպես նաև մյուս կնոջ Անահիտ Խալաթյանի մեղադրանքները ձերբակալելիս հարվածներ հասցնելու մասին։ Փաստաբանները, որ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը մանրամասներ չեն ներկայացնում, միայն հայտնեցին, որ մեղադրանքի հիմքում Խալաթյանի եւ Հայրապետյանի խոսակցությունն է, իսկ այն ըստ փաստաբան Արսեն Բաբայանի ոչ թե ընտրակաշառքի, այլ կենցաղային ընտանեկան խնդրի մասին է եղել, որի լուծման համար 15000 դրամի կարիք է եղել։ Ինչ որ անձինք իրար հետ խոսել են, կանայք խոսել են կենցաղային որոշակի հարցերի շուրջ, որ այստեղ անհրաժեշտություն կա այս գործը անել եւ այլն, հիմա դա բերել են, կապել են ընտրակաշառք խոստանալու հետ։ Այն դեպքում, երբ որ պարզ հարց առաջան, ընտրակաշառք խոստանալու ավելի հեշտ չի տանել փողը տալ, ասել գնա ընտրի։ Կիմա Հայրապետյանն Ազատությանը պատմեց, որ եղբոր ընտանիքի հետ մի բակում է ապրում, միայնակ, կենցաղային խնդիրներ ունի, բայց միևնույն է որևէ ընտրակաշառքի մասին խոսք չի եղել։ Ասած ճիշտ է, Անահիտ Խալաթյանի հետ ազգականներ չեն, բայց նա իր մտերիմն է։ Իրենց հետ ձերբակալված 90-ամյա կինն էլ իր բարեկամն է, ում հետ միասին գնացել են քվեարկության։ Քերուս աղջիկներ էր, ինձ կերտած ընձի ձենան է։ 90 տարեկան կինը։ Հա։ Անունն ինչ է այդ կնոջ։ Տիկուշ։ Ազգանունը։ Չգիտեմ։ Հա։ Ինչ որ այ մեծ խեշ կնգա դոկումենտներն են տղեկը վերցրել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը բողոքարկելու է այս որոշումը։ Դատարանն արգելել է Հայրապետյանին շփվել նույն բակում ապրող հարազատների հետ։ Էլեկտրոնային սարքի կիրառում, ես չգիտեմ, էլեկտրոնային սարքի կիրառումը ինչպես է ապահովելու։ Այո, ես գիտեմ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, տարիքով 75 տարեկան։ Այսօր դատարանում վատացել էր Անահիտ Խալաթյանը, ճնշումներ բարձրացել։ Շտապօգնություն եկավ, բժիշկները առաջարկեցին տեղափոխվել հիվանդանոց, հետազոտությունների, Խալաթյանը հրաժարվեց։ Փաստաբան Մելիքյանն ընդգծում է, իրավապահները խտրական մոտեցում ունեն, օրինակ է բերում իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանին։ Այո, թեկնածուն քաղաքացիական պայմանագրի, երբ որ մի տատիկի ասում էր, որ փայտը վերջանա, ես քեզ փայտ կտամ, ընտրություններից քարոզարշավի ժամանակ։ Այդ նույն փաստը կարելի էր այս ամեն ինչի փոխարեն այստեղ քննել։ Կիրակի օրը Գյումրիում անցկացված տեղական ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանի մեղադրյալ թիմակից Անահիտ Խալաթյանը նախկին ընտրություններում եւս ակտիվ է եղել։ Համացանցում մի տեսանյութ կա, որտեղ 2017 թվականին հենց ինքն է խոստովանում, որ ընտրողների հավաքել տարել է ընտրատեղամասեր։ Լավ եմ անում, տներից բերել եմ ու էլի պետք է բերեմ, խնդիր չեմ տեսնում։ Բայց խախտում եք, չէ՞։ Խախտում չեմ անում, իմ բնակիչներից բերում եմ ընտրության։ Հիմա էլ գնում եմ բերելու։